Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մանուկյան, երեկ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ստորագրվեցին կարևորագույն փաստաթղթեր, առանցքային էր, որ TRIP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ստորագրվեց նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Ընդհանուր առմամբ, պարոն Մանուկյան, ինչ նշանակություն ուներ Մարկո Ռուբիոյի այցելությունը Երևան, ստորագրված փաստաթղթերը եւ արդյոք դրանք վերջակետ են դնում բոլոր այն թեզերին, որ TRIP-ը պարզապես հուշագրային մակարդակի ինչ-որ նախագիծ է, որը իրականություն չի դառնալու, միջանցքի մասին խոսակցություններին են վերջակետ դնում, որովհետև բոլոր համաձայնագրերում ձեռք բերված բազմիցս նշվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերենության կարևորությունը եւ նաեւ հասկանանք ընդդիմության շահարկումները այն մասին, թե Մարկո Ռուբիոյի այցելությունը մեկ նպատակ ունի, այն է ցավեցնել Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսաստանի Դաշնությանը արդյոք ցավեցնում է TRIP նախագիծը, Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունը, ինչի մասին այս համաձայնագրերում ասվում էր։ Երեք հիմնական կարճ բանի համար էր Մարկո Ռուբիոյի այցելությունը կարևոր։ Առաջինը ֆիքսվեց, որ TRIP-ը ոչ միայն բարի եւ լավ մտադրությունների մասին համաձայնություն է, որ թղթին են հանձնել եւ այդպես գնալու է եւ մնալու է մի կողմ, տարիներով ոչ մի բան չարվի, այլ պարզ դարձավ, որ իրականում բավականին լուրջ աշխատանք է տարվում իրագործելու համար այդ ամեն ինչը։ Սա առաջինը, երկրորդը եւս մի անգամ ֆիքսվեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ իրավազորության տակ է գործելու այդ ամբողջ նախագիծը եւ ուրեմն ֆորս մաժորային իրավիճակներում Հայաստանի ուժային կառույցները պահպանում են այդ տարածքներում գործողություններ անելու իրենց իրավազորությունը եւ սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ այդ ամբողջ խոսակցությունները որ մինչև հիմա կային թեվա, այնուամենայնիվ սա միջանցքին նման ինչ-որ մի տարբերակ է, դրանք ամբողջությամբ ուրեմն պարզվեց, որ դրանք իսկապես իրականությանը չեն համապատասխանում։ Եվ մի հետաքրքիր ուրիշ ասպեկտ էլ կա, տեսեք, Հայաստանի իշխանությունը կարողացավ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ շատ լավ հարաբերություններ հաստատել, նույնիսկ ավելին, քան ես կարծում էի, որ հնարավոր կլինի, երբ որ Դոնալդ Թրամփը ընտրվեց։ Բայց հիմա էլ տեսեք ինչ է կատարվում, Դոնալդ Թրամփի կամ հանրապետական կուսակցության մեջ երկու հիմնական թեկնածուներ կան, որոնք քննարկվում են, որ պետք է փոխարինել Թրամփին, մեկը Մարկո Ռուբիոն է, մյուսը փոխնախագահ JD Vance-ը։ Հիմա տեսեք Հայաստան եկավ եւ Մարկո Ռուբիոն եւ նաեւ JD Vance-ը, այսինքն անկախ նրանից թե Թրամփին որ մեկը փոխարինի, Հայաստանի կառավարությունը արդեն կարողացել է կապեր հաստատել եւ լավ հարաբերություններ հաստատել այդ երկու հիմնական հանրապետական կուսակցությունից, երկու հիմնական տեխնացուների հետ։ Այս տեսակետից եմ ես կարևորում։ Կարելի է նաև 4-րդ տեսակետից կարևորել, որ եւս մեկ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այս անգամ արդեն պետքարտուղարի կողմից աջակցություն հայտնվեց Հայաստանին եւ փաստվեց, որ Միացյալ Նահանգները մեծ հաճույքով ցանկանում է աշխատել գործող կառավարության հետ, սա էլ է կարևոր։ Մնացած հարցերում ես կարծում եմ մնացածը նշանակություն չունեն, հիմա Ռուսաստանին ցավեցնում է թե չէ, դա կարևոր չէ, մենք չպետք է մտածենք այդ ուղղությամբ, որովհետև սա կոնկրետ Հայաստանի շահերից բխող շատ կարևոր քայլ է, շատ մեծ նշանակություն ունեցող քայլ է, եւ նույնիսկ եթե անգամ ռուսները դրանից վատ են զգում, ես կարծում եմ մենք չպետք է ուշադրություն դարձնենք, բայց ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ժամանակին, ինքը հարցնում է ռուս գործընկերներից, խնդրեմ ասեք կոնկրետ ինչն է ձեր շահերին հակառակ, որ Հայաստանը անում է, եւ այնտեղ չեն կարողանում հստակ պատասխան տալ։ Ուզում եմ ասել, սա էլ երևի թե այդ ոլորտից է։ Ռուսների մոտ կարող է իհարկե տհաճ զգացողություններ առաջանան, բայց երբ որ հարց վերաբերում է կոնկրետ նրան, թե ինչով է սա ձեզ խանգարում,
Նրանք ես կարծում եմ, որ այդպես կոնկրետ պատասխաններ դժվարանում են տալ, նրանց այսպես ավելի շատ զգայական կամ խանդի մակարդակի վրայով, որ Հայաստանը հեռանում է մեզանից, բայց դա էլ լինում է, այնպես չի, որ ուրեմն Հայաստանը որոշեց եւ Ռուսաստանից հեռացավ, այս մասին մենք շատ ենք խոսել, Ռուսաստանը ուղղակի չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ եւ հետեւաբար այն քաղաքականությունը, որ այսօր Հայաստանը իրականացնում է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու առումով, ամբողջությամբ արդարացված է եւ Ռուսաստանը բողոքելու որևէ տեղ չունի այս հարցում։ Պարոն Մանուկյան, բայց մենք առնվազն միջազգային մամուլում արված վերջին բացահայտումներից տեսնում ենք, որ Ռուսաստանը չի էլ պատրաստվում հանձնվել նախ ինսայդերի բացահայտումները Սամվել Կարապետյանի մասով նրա անձնագրում FSB աշխատակից լինելու այդ նշման մասով ինչ կարծիք ունեք, որովհետև ըստ էության նույն Սամվել Կարապետյանը դա չի հերքում եւ Կովկասյան քրոնիկա լրատվամիջոցի խմբագրակազմի թիմը ձեռք էր բերել փաստաթղթեր, որոնց բացահայտումը լույս են սփռում այն բանի վրա, թե ինչպես են Ռուսաստանում պատրաստվում, այսպես ասած, ընտրությունների նախաշեմին ազդել ընտրողների կարծիքի վրա, փորձ է արվում, ինչպես հենց այդ փաստաթղթերում է նշվում, այստեղ կրկնել վրացական Իվանիշվիլու սցենարը, Սամվել Կարապետյանը որպես բարի ձմեռ պապիկ է այդտեղ ներկայացված, իսկ Նիկոլ Փաշինյանին փորձում են ներկայացնել որպես քավության նոխազ, կապել Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Ընդհանուր առմամբ հասկանանք, այստեղ նաև շատ լրատվամիջոցների եւ անձանց քաղաքական դերակատարների անուններ կան, պարոն Մանուկյան, հասկանանք բացի լյուստրացիա լինելուց այս գործընթացին նաեւ ինչպիսի արձագանք պիտի լինի պետության կողմից, իրավապահ համակարգը այստեղ անելիք ունի թե չէ եւ ինչ ակնկալել առաջիկայում։ Տեսեք, երեք հիմնական աղբյուրներից են այս ուրեմն ինֆորմացիոն արտահոսքերը տեղի ունեցել։ Առաջինը դա ինսայդերներ, ինչպես նշեցիք, որտեղ նշված էր ուրեմն Կարապետյանի քաղաքացիության հետ կապված, այդ Ռուսաստանի քաղաքացիության հետ կապված հանգամանքները։ Երկրորդը դոսիե կենտրոնի կողմից հրապարակումներն են։ Դոսիե կենտրոնը դա արդեն որոշ ժամանակ գործող եւ Խադարկովսկու հետ կապված կենտրոն է, որտեղ պարբերաբար Ռուսաստանին վերաբերող նման տեղեկություններ հրապարակվում են։ Այսինքն այս երկուսը ինսայդերը եւ դոսիե կենտրոնը դրանք շատ կարևոր աղբյուրներ են եւ շատ վստահելի աղբյուրներ են եւ ես մանրամասն ուսումնասիրել եմ դոսիե կենտրոնի տվյալները, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կային։ Եվ երրորդը այդ Կովկասյան քրոնիկներ կոչվածն է։ Այստեղ վստահելիության հետ կապված խնդիր կա, որովհետեւ պարզ չի ովքեր են այս սայթի հետևում կանգնած, սայթը նոր է ստեղծված, բայց դա չի նշանակում, որ այն ինչ որ արտահոսք եղել այս սայթի միջոցով անպայման սխալ է։ Ուղղակի պետք է զգուշությամբ մոտենալ այստեղ։ Ամեն դեպքում ես բաներ կա, որ խիստ կասկածում եմ, որ իրականությանը համապատասխանում են Կովկասյան քրոնիկների կողմից, որ հրապարակվել է, իսկ դոսիեի եւ ինսայդերի կողմից հրապարակումներին ես ամբողջությամբ կարծում եմ, որ դրանք ճիշտ են, չնայած իհարկե այդտեղ էլ պետք է փորձաքննություն արվի եւ բարձվի ինչքանով են դրանք ճիշտ։ Ուրեմն ամենահետաքրքիր բացահայտումը, որ եղավ 2 օր առաջ, այդ դոսիե կենտրոնի կողմից հրապարակումներ, որտեղ որ մենք տեսանք, որ ավելի այսպես փաստական հիմքով հնարավորություն դարձավ հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը աշխատում Հայաստանում, այնպես չէ, որ մենք չգիտենք ինչպես է աշխատում Ռուսաստանը Հայաստանում, աշխատում է մոտավորապես նույն ձև ինչ որ այլ երկրներում, բայց այստեղ նաև փաստվեց անուն ազգանուններով, ովքեր են անում, ինչ են անում եւ ինչ քանակի գումարներով եւ ում հետ են անում։ Բայց ամենահետաքրքիր բացահայտումը դոսիե կենտրոնի այն էր, որ միասնության թևեր կուսակցությունը ֆինանսավորվել է եւ ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից եւ այդ միասնության թևերի տեխնացուն նախկին ՄԻՎ Արման Թաթոյանը ռուսների կողմից ուրեմն այսպես պատրաստվում է հանրությանը ներկայացվել որպես համեմատաբար պրոարևմտյան, պրոեվրոպական եւ պրոգրեսիվ տեխնացու։ Այսինքն ռուսները Այո, այլընտրանքային տեխնացու բանի Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Եվ նրանք նաև աշխատանք են տարել Թաթոյանի ճանաչելիության եւ ռեյտինգի բարձրացման ուղղությամբ, այնտեղ ֆիքսված էր, որ իրենք փորձել են մարտ ամսին Թաթոյանի ռեյտինգը հանել մինչև 10%-ի, բայց կարողացել են հանել մինչև 7%-ի, չնայած ես կարծում եմ, որ այդ իրենց թվերն են այնքան էլ ճիշտ չեն, որովհետեւ պարզապես իրենք որակով չեն կարող աշխատել, այսինքն իրենց արած սոցիոլոգիական հարցումների հիման վրա են նաև կառուցում իրենց դատողությունները, բայց ես վստահ չեմ, որ իրենք կարողանում են նորմալ եւ որակյալ սոցիոլոգիական հարցումներ անել։ Բայց ամենահետաքրքիրը դա էր, որ իրենք նաև լոզունգներն են մատնանշում այնտեղ, ուրեմն գրած էր, որ եթե ուզում եք Եվրոպա, ուրեմն ընտրեք Թաթոյանին։ Եթե ուզում եք լավ ապրել եւ հարուստ լինել, ուրեմն ընտրեք Կարապետյանին։ Եթե ուրեմն ուզում եք ինչ-որ ազգային հպարտություն եւ այդ կարգի ինչ-որ բաներ, ուրեմն ընտրեք Քոչարյանին։ Այսինքն հիմնականում այս երեք տեխնացուներն էին շրջանառվում դոսիեի այդ հրապարակումներից մեկում, որը որ այդ ռիպորտը կազմել էր ուրեմն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Ռուսաստանի նախագահի աշխատակազմին կից, որովհետև այնտեղ կան նաև բազմաթիվ այլ ուրեմն հրապարակումներ, երբ որ ինչ որ մարդիկ Ռուսաստանի ինչ որ քաղաքագետներ կամ որոշ կառույցների հետ ասոցացված ինչ որ փորձագետներ իրենք առաջարկություններ են ներկայացնում ավելի վերադաս իրենց կառույցների ներկայացուցիչներին եւ այդ վերադասների կողմից ինչ որ փոփոխություններ է կատարվում, այդ առաջարկությունները ընդունվում են կամ չեն ընդունվում, այսինքն Ռուսաստանի աշխատելավոճը հիմա այնպես չի, որ վերևից ինչ որ մեկը նստում որոշում է եւ հրահանգներ է տալիս, այլ այդ համակարգում կան տարբեր կառույցներ, ազգային իրենց ՖՍԲ-ն, իրենց նախագահի աշխատակազմը, ինչ որ հետազոտական այլ ինստիտուտներ, այդտեղից առաջարկներ են գնում ներքևի աշխատողներից վերադասներ եւ վերադասները արդեն ինչ որ որոշումներ են կայացնում։ Պարոն Մանուկյան, այսինքն լույս են սփռում, թե ինչ ծրագիր ունի Ռուսաստանը այստեղ ըստ էության այս փաստաթղթերը։ Նաև այնտեղ հոգևորականների մասին էր խոսվում, կոնկրետ Աջապահյանի մասով այնտեղ հրապարակումներ կային։ Աջապահյանի մասով ասվում էր, որ այնտեղի իրենց քաղաքագետներից մեկի ուրեմն կարծիքով պետք է Կարապետյան, Աջապահյան այդ հիմքի վրա կարողանալ մարդկանց մոբիլիզացնել եւ ձայներ ստանալ այդ մասին էր այնտեղ ասվում, բայց հիմա ամենակարևոր հարցը այն հարցն է, որ դուք տվեցիք մի քիչ առաջ, թե ինչ պետք է անեն Հայաստանի պետական կառույցները այս բացահայտումների ուղղությամբ։ Առաջին բանը, որ պետք է անեն իհարկե, բնականաբար այդ փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելը, թե ինչքանով են այդ փաստաթղթերը արժանահավատ, եւ ես ասացի, որ արդեն ինսայդերի դեպքում եւ դոսիեի դեպքում այդքան էլ շատ կասկածներ չկան, որ դրանք արժանահավատ չեն, բայց այնուամենայնիվ փորձակնություն պետք է։ Բայց ինչ անել այն տվյալների հետ, որ Արման Թաթոյանը օրինակ Թաթոյանի համար հունվարից մինչև հունիս ժամանակաշրջան նախատեսվում էր նրան ֆինանսավորել մոտ 2.4 միլիոն $։ Դա մոտավորապես կարծեմ կազմում էր 900 քանի միլիոն դրամ, 900 միլիոն դրամից ավելի։ Այդ ամբողջ գումարը արդեն գերազանցում է միայն այդ Ռուսաստանից եկող գումարը։ Ոչ միայն խնդիրը այն է, որ դա գերազանցում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված քարոզչություն անելու առավելագույն ծախսի շեմը, որը 800 միլիոն դրամն է։ Այլև խնդիրը այն է, որ դա անօրինական գումար է, որ ծախսվում է Թաթոյանի քարոզչության վրա։ Միգուցե այդ ամբողջ 900 միլիոն դրամը դա 900 միլիոն դրամը կամ 2.4 միլիոն $, այդ ամբողջը չեն տրամադրել, բայց այնտեղ կային փաստաթղթեր, որ 19 միլիոն դրամի գումար այնուամենայնիվ հատկացվել է արդեն ուրեմն Թաթոյանի քարոզարշավի ծախսերի համար 19 միլիոն դրամ։ Սա արդեն քրեական օրենսգրքի երկու հոդվածի տակ միանգամից ընկնում է, որի մասին անկախ դիտորդը հաղորդում է ներկայացրել քրեական կառույցներին դատախազությանը եւ դատախազությունը կգնա դրա հետևից, բայց այստեղ մի հատ ուրիշ բան կա։ Առերևույթ խախտում է կատարվում
նաև կուսակցությունների եւ քարոզարշավի ֆինանսավորման հարցում, որտեղ արգելվում է Հայաստանում դրսից ուրեմն այդպիսի փողերի ներգրավումը։ Ընդ որում արգելվում է նաև այստեղ երկու խնդիր կա, եւ չափի հետ կապված խնդիր կա, եւ ուրեմն անօրինական ծագման հետ կապված խնդիր կա։ Հիմա ինչ պետք է անի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ դերակատարություն ունի։ Մենք գիտենք, որ ուրեմն կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ վերստուգիչ ծառայություն, որը պարտավոր է, այդ ծառայությունը պարտավոր է ուրեմն հետևել թե կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, ընդհանրապես քարոզարշավի մասնակցողները ինչ գումարներ են ծախսում եւ արդյոք այդ ծախսերը համապատասխանում են Հայաստանի օրենսդրության պահանջներին։ Ես եթե բացում ենք այդ սայթը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու վերստուգիչ ծառայության այդ էջը բացում ենք, այնտեղ իրանք տեղեկանք են գրել, տեղեկանքը կազմված է մայիսի 21-ի դրությամբ, այսինքն մոտավորապես 6 օր առաջ, 6-7 օր առաջ, եւ այդ տեղեկանքի մեջ երևում է թե կուսակցությունները ինչքան ծախսեր, մուտքեր ու ելքեր են ցույց տվել իրենց մոտ։ Եվ որ նայում ենք օրինակ միասնության թևեր կուսակցություն, այստեղ ինքը մայիսի 21-ի դրությամբ գրել է, որ ծախսել է 5.6 միլիոն դրամ։ Բայց այդ 5.6 միլիոն դրամը նախ շատ քիչ է այն տեսակետից, որ մենք անձեն աչքով էլ նկատելի է, որ իրենք շատ ավելի շատ են ծախսում, հենց նույն իրազիք քաղաքացիների միավորման կողմից հաշվարկներ են կատարվել, իրանք 1-2 ամսվա ընթացքում միայն on-line գովազդի համար, չհաշված Facebook-ի ուրեմն գովազդը, ծախսել են 200 միլիոն դրամ։ Այսինքն առերևույթ միասնության թևերը բազմաթիվ ուրեմն ընտրությունների հետ կապված ընտրախախտումներ է արել, հենց ֆինանսավորման հետ կապված։ Պարոն Մանուկյան, եթե տեխնիկական մանրամասների մեջ չխորանանք, ես ճիշտ եմ հասկանում, որ իրավապահ համակարգը եթե եզրահանգի եւ ապացուցի այդ բոլոր իրողությունները, ապա բոլոր հիմքերը կան, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առնվազն այս ուժին դուրս տնի ընտրական process-ներից։ Այո, իմ ասածը նա է, որ վերստուգիչ հանձնաժողովը կարող է գնալ տեսնել, որ այս տվյալները, որ միասնության թևերը տվել է, չեն համապատասխանում իրականության, ինքը իրականում շատ ավելին է ծախսել եւ անօրինական աղբյուրներից փողեր է ծախսել։ Դրանից հետո ինքը տեղեկանք է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան, դատարանով կարող է ուրեմն միասնության թևերի գրանցումը չեղյալ հայտարարվել։ Սա իրավական հատված է եւ ես կարծում եմ, որ մեր ինստիտուտները պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Երբ որ նայում ենք այդ ընտրական օրենսգիրքը եւ հատկապես ընտրական օրենսգիրքը այս հատվածով, այնտեղ շատ խերտին ձևակերպումներ կան եւ ամեն ինչ միանշանակ չի, բայց միտքս այն է, որ այս ինստիտուտները առաջին հերթին հիմա վերաբերում է խոսքը կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ իր այդ վերահսկիչ վերստուգիչ ծառայությանը։ Պետք է գործեն, որպեսզի այդ ինստիտուտները աշխատեն։ Մենք չենք ունեցել այսպիսի պրակտիկա երբեք։ Եվ որպեսզի այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները սկսեն արդեն աշխատել Հայաստանում, սա մեր։ Բայց այստեղ մի հատ ուրիշ բան էլ կա։ Իրավական առումով այո, ակնհայտորեն այստեղ խնդիր կա եւ պետք է աշխատեն այդ ինստիտուտները, բայց քաղաքական առումով ինչքանով է նպատակահարմար այս պահին մինչև ընտրությունները այդ բանին դուրս դնել, միասնության թևերին դուրս դնել։ Այնտեղ օրենսդրության ձևակերպումն էլ այնպեսին է, որ եթե որոշում է կայացնում դատարանը չեղարկելու այդ կուսակցության գրանցումը, կոնկրետ այս դեպքում միասնության թևերի մասին է խոսքը։ Նաև պետք է հաշվի առնի, թե այդ օրենսդրական խախտումները ինչքանով են ազդել եւ ինչքանով կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն, եթե պարզվում է կոպիտ ասած, որ միասնության թևերը այդքան գովազդ արել է, բայց միևնույն է, դա ոչ մի էֆեկտ էլ չի տալու, Էլեկում երևին թե այդքան էլ իմաստ չունի դուրս դնելու։ Պարոն, բայց ռիսկային ու վտանգավոր չէ, որ նման ուժեր են մասնակցում, որոնք ինչպես այդ նույն փաստաթղթերում բացահայտումներում խոսվում է, նման մեծ ահռելի գումարներ են դնում դրսից, որպեսզի իրենց քարոզչությունը ապահովեն, այսինքն արդեն ինքնին երևույթը վտանգավոր չէ։
Արդեն ինքնին երևույթը վտանգավոր է եւ օրենքի խախտում, եթե կա, իսկ ակնհայտորեն հիմքերը շատ են, ինչպես ես նշեցի, իրանք նշել են ընդամենը 5.6 միլիոն դրամի ծախս, մոտավորապես այդքան էին նշել, բայց ակնհայտ հաշվարկները ցույց են տալիս, որ միայն on-line գովազդները 200 միլիոնը կերազանցում են եւ նաեւ այդ դոսիեի հրապարակումները ցույց են տալիս, որ նրանք 19 միլիոն դոլար Ռուսաստանից արդեն իսկ ստացել են եւ ընդհանուր առմամբ Ռուսաստանից ստանալու համար այդ նախահաշվով 900 քանի միլիոն դրամի մասին էր խոսք գնում, ընդ որում անուններով էլ կա, որ այդ նախահաշիվը կազմվել եւ այդ ուղղությամբ աշխատել է Դավիթ Անանյանը, որը միասնության թևերի մեջ է հիմա այդ ակնհայտ խախտումը, հիմա երկու մոտեցում կա այստեղ, կամ ասում ենք, որ սա օրենսդրության շատ կոպիտ խախտում է եւ ոչ մի ներումբերքում չկա եւ պետք է անմիջապես դուրս դնել սրան, որպեսզի հետագայում այսպիսի օրենսդրական խախտումներ անող կուսակցություններ ուժեր չլինեն Հայաստանում կամ զգուշանան։ Եվ կա մյուս մոտեցումը, որ այնուամենայնիվ, եթե սա փոքր ուժ է եւ չի հավաքելու այն բավականին շատ ձայներ եւ այդ խախտումները իրականում առանձնապես չեն էլ ազդել եւ չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա, այդ դեպքում ավելորդ աղմուկ չհանելու համար թող գնան մասնակցեն ընտրություններին։ Եվ կա այստեղ երրորդ հանգամանք, որ ժամանակն է քիչ եւ տեսեք ընդամենը քանի օր է մնացել, 10 օրից էլ 10 օր է համարյա ժամանակ մնացել։ Հիմա իմ ասածը սա է, որ սա շատ կարևոր եւ բարդ գործ է, որ Հայաստանի պետական կառույցները պետք է նստեն բոլոր կողմերը հարցի ուսումնասիրեն եւ հասկանան ճիշտը որն է։ Արդյոք փորձել շատ արագ միասնության թևերին գրանցումը չեղյալ ճանաչել, թե այնուամենայնիվ թողնել ինքը գնա ընտրությունների եւ այս դատական process-ները կշարունակվեն նաեւ երբ որ արդեն ընտրությունները ավարտվեն եւ իրենք կընթարկվեն արդեն քրեական պատասխանատվության եւ այլ ուրեմն դուժերի ու տուգանքների։ Պարոն Մանուկյան, հասկանանք նաև, թե վերջին օրերին ինչ միտում ու նպատակ ունեն մի քանի ուժերի, այսպես իմիտացիոն գործընթացները, նկատի ունեմ ուժեղ Հայաստանը իրեն արդեն հաղթող է հռչակել, Սամվել Կարապետյանը կառավարության նիստ է անում, ինչ որ օրենքներ են ընդունում, այնտեղ իրեն պարոն վարչապետով են դիմում։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ եթե իրենից հաղթանակը գողանան, ինքը հեղափոխության է գնալու կամ հեղաշրջման, եւ նաև հակակոռուպցիոնի բացահայտած այդ ձայնագրություններում մենք լսում նման մտքեր, որ անգամ եթե բառացի մեջ բերեմ Նիկոլա հաղթի իրեն գնալու են Պերևարոտի։ Ինչպես հասկանալ այս բոլոր հայտարարությունները, այս գործընթացները իմիտացիոն ինչ որ իմաստով, բայց ինչ նպատակ ունեն, հետընտրական զարգացումներ ապահովելու միտում ունեն։ Այո, սրանք հետընտրական զարգացումներ ապահովելու միտում ունեն եւ էլի ակնհայտորեն այդ հետընտրական զարգացումները ապահովելու եթե չասենք հրահանգը կամ գոնե խորհուրդը էլի ռուսական կողմերից է գալիս, նրանք փորձելու են դելեգիտիմացնել Հայաստանի ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ դա չի ստացվելու։ Նախ այսօրվա դրությամբ այլևս մենք չունենք այնպիսի իշխանություն, որը երբևէ ընտրության ընտրակեղծիքներ է իրականացրել, այսինքն 2018 թվականի ընտրությունները, դրանից հետո տեղի ունեցած բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները, 2021 թվականի ընտրությունները, այդ կասկածը հիշում եք 2021 թվականին էլ կար, կասեն ասում էին, բավոր Նիկոլը հանկարծ ընտրություններ կեղծի, դա անհնար է, որտեղ ընտրություն չկեղծելը Նիկոլ Փաշինյանի եւ իր կուսակցության ինքնությունն է, առաջին հերթին սա, երկրորդ հերթին Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն շատերի եւ քաղաքացիական պայմանագրերը շատ լավ են հասկանում, որ Հայաստանում այլևս կան այն հմտությունները եւ կարողությունները, որ երբ որ ժողովուրդը իսկապես ուզենա իշխանությանը հեռացնել, ձևը կգտնի կհեռացնի։ Մինչև 18 թվական այդպիսի վիճակ չէր, մինչև 18 թվականը ժողովրդի մեծամասնությունը իսկապես ուզում էր իշխանությունին հեռացնել, բայց ձևը չէր գտնում։ Հիմա, երբ որ արդեն 18 թվականին ձևը գտնվեց, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կեղծիքներ լինեն ընտրությունների ժամանակ, ժողովուրդը ձևը կգտնի եւ այդ կեղծողներին կպատժի։ Եվ դրա համար ես որևէ կասկածություն եմ, որ ընտրությունները ամբողջությամբ լինելու են ազատ ու արդար։ Հիմա Կարապետյանի, Քոչարյանի հայտարարությունները, պարոն Մանուկյան, մեկին պարոն վարչապետով են դիմում, մյուսը հաղթանակը գողանալու մասին է խոսում։
իրենք այնուամենայնիվ էլի փորձում են ստվել գցել այդ ընտրությունների վրա, բայց նման բաներ այլ դեմոկրատական երկրներում էլ մեկ-մեկ լինում են եւ հիմնականում դա ձախողվում է։ Դա տեսեք, ընտրություն կեղծել այնպեսի բան չի, որ անես եւ այդպես փակ մնա կամ ոչ միտեղ չերևա։ Օբյեկտիվ բազմաթիվ տվյալներով դու կարող ես շատ բարձ տեսնել մինչև 18 թվականը ընտրությունները, որ կեղծվել էին եւ զգալիորեն կեղծվել էին։ Հիմա երբ որ ընտրությունները չի կեղծվում, հանրությունն էլ գիտի, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերին քվեարկողները գիտեն, որ ընտրություն չի կեղծվել եւ իրենք կտեսնեն, որ իրենք փոքրամասնություն են, եթե պարտվեն, այն մի քանի 100 հոգի ինչքան ուզում են այդտեղ փորձեն ինչ-որ գործընթացներ սկսել կամ ինչ-որ բաներ անել, ես կարծում եմ, որ դա ձախողվելու է։ Սա հաստատ ձախողվել է, այսինքն եթե Քոչարյանը հող է որտեղ Քոչարյանը ուղիղ չի ասում անպայման սկսելու ենք գործընթացը, ասում է թե մեր հաղթանակը գողանա, այսինքն հող է նախապատրաստում, որ հետո ասի, այ քանի որ մենք պարտվեցին բան, բայց մենք չենք կարող պարտվել, որովհետև մենք տեսնում էինք, որ ինչքան ուժեղ ենք եւ այլն, ուրեմն կեղծվել են ընտրությունները, հա, կոչ եմ անում ելնել հանրահավաքների եւ այլն, դա չի աշխատի։ Ինքը կարծում է, ինքը տեղ է թողնում դրա համար, բայց ես վստահ եմ, որ չի աշխատի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի, տեսեք, Սամվել Կարապետյանի դեպքում ես կարծում եմ, որ ինքը շատ անլուրջ մարդ է։ Ինքը հարցերին պատասխանելու է, զգում է կատակի է տալուս, իբր կատակի անում, բան է անում, բայց զգացվում է, որ իր մոտ այդ լրջությունն էլ նաև գոյություն չունի եւ այդ որ դիմում են պարոն վարչապետով կամ ինքը այդպես իրեն երևակայում է կառավարություն եւ ասում է կառավարության առաջին նիստին օրենք ենք ընդունելու, չգիտի էլ որ կառավարությունը չի օրենք ընդունում, հա։ Ազգային ժողովն է օրենք ընդունում։ Ինքը որ այդպես բաներ անում է, այդ ուզում են այդ իրենց ենթադրյալ իմիջի, որ ուժեղ են իրանք, տպավորություն թողնել եւ այ տեսեք մենք ինչքան վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններում, բայց նույնիսկ այդ դոսիեի ուրեմն հրապարակումներից տեսնում ենք, թե Ռուսաստանի այդ բարձրաստիճան այս Հայաստանի հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ինչ էր գրել իրենց մասին, գրել էր, որ սա ձախողված պրոյեկտ է ըստեյության եւ այնքան վատ է քարոզարշավը իրականացվում այդ Կարապետյանների կողմից, որ որևէ այսպես խելամիտ տարբերակ, որ նրանք կհաղթեն, դժվար է մտածել։ Դա հենց այդ դոստեի կենտրոնի ռուս վերլուծաբանների ու պաշտոնյաների եզրակացությունն էր։ Պարոն Մանուկյան, իսկ այդ 300,000 ադրբեջանցիների կեղծ թեզը պարբերաբար շրջանառել, դրա գովազների վրա էլ միլիոնավոր դրամներ դնելը ինչ նպատակ ունի, այսօր դրան իհարկե նաև վարչապետն էր անդրադարձել, բայց նաև ինչ խնդիր են լուծում այդ կեղծ թեզը ներհայաստանյան այսպես ասած շրջանակ բերելու եւ ակտիվ պտտելու մարդկանց ուղեղները ամենօրյա ռեժիմով այսպես ասած սղոցելու, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու, տեսանյութեր են պատրաստում, տարածում են թռուցիկներ, ինչ նպատակ ունի այս ամեն ինչը։ Այդ դեզինֆորմացիոն արշավների շրջանակներում, ինչպես որ հորինել էին, թե վարչապետը Ֆրանսիայում, թե չգիտեմ որտեղ ինչ-որ վիլա է գնել, այդ հերթական դեզինֆորմացիոն արշավներն են, դրա նպատակն էլ այն է, որ վախեցնեն Հայաստանի Հանրությանը, որպեսզի հետ պահեն մարդկանց Նիկոլ Փաշինյանին ընտրելուց, սա շատ պարզ է, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում շատ քիչ են արդեն միամիտ մարդիկ, որոնք այդ նման դեզինֆորմացիոն արշավներին ու նման ստերին կհավատան։ Միգուցե ինչ-որ էֆեկտ այնուամենայնիվ տա, համենայնիվս իրանք որ շարունակում են անդադ այդ մասին խոսել, նշանակում է, որ իրանք հույս ունեն, որ այդ ակնհայտ սուտը այնուամենայնիվ ինչ-որ էֆեկտ կարող է տալ, դրա համար շարունակում են անդադ խոսել։ Իսկ Ռուսաստանի իրենք համարում են, որ դա նշանակություն ունի, բայց ես կարծում եմ, որ դա նշանակություն չունեցող սուտ է։ Իսկ Ռուսաստանից եկող սպառնալիքները վերջին օրերին պարոն Մանուկյան կամ այդ հայտարարությունները ամենօրյա ռեժիմով, թե Բրյուսելը Երևանին տանում է կործաման եւ կամ կողմնորոշվեք, երկու հարսանիքում միաժամանակ չեք կարող ապարել ԵԱՏՄ կամ ԵՄ, նաեւ վերջին այս օրենքի կարգավորումները իրենց մոտ, որ Ռուսաստանի զորքերը իրավունք ունեն ցանկացած երկրում միջամտել իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար, ինչպես հասկանալ այս հայտարարությունների փունջը, այսպես ասեմ, որ ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում։ Նախ փորձում են էլի վախեցնել Հայաստանի Հանրությանը եւ իրենք ենթադրում են,
որ իրենց խոսքը ինչ որ կշիռ եւ նշանակություն է ունենալու այն տեսակետից, որ որոշ մարդիկ հետ կանգնեն Նիկոլ Փաշինյանի ուժին ընտրելուց։ Ես կարծում եմ, որ այդ ենթադրության հիման վրա անընդհատ նրանք ասում են, որ Հայաստանի քաղաքացիներից ոմանք վախենան եւ չընտրեն Նիկոլ Փաշինյանին, բայց դա բլեֆ է, ես վստահ եմ, որ դա բլեֆ է։ Ռուսական ազնիվ շրջանակներ նաև մտածում են Պուտինը, որ համեմատեց Ուկրաինային Հայաստանի հետ այն իմաստով, որ ասես տեսեք Ուկրաինայում ինչից ամեն ինչը սկսվեց, որ իրենք ուզում էին Եվրամիություն մտնել։ Եվ դա ասեց Հայաստանի հետ կապված հարցի կոնտեքստում։ Եվ ռուսական որոշ շրջանակներն էլ ասում են այս օրենքն էլ որ ընդունել են, որ իրենք կարող են միջամտել Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար ուրիշ տարածքներում, սա նշանակում է, որ միգուցե կա այդպիսի հնարավորություն, որ նրանք Հայաստանում էլ ինչ-որ գործողություններ իրականացնեն, բայց դա ամբողջությամբ բլեֆ եմ ես համարում, նախ եւ առաջ նրա համար, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, եւ Ռուսաստան մտնելու համար իրենք պետք է Վրաստանի միջոցով անցնեն կամ Ադրբեջանի միջոցով բացառված է որ նման բան կարողանան անել Վրաստանի իշխանությունն էլ ինչքան էլ որ պրոռուսական լինեն քիչ հավանական է որ նախ նման հնարավորություն տա բայց ավելի կարևոր է սա պետք է երկրորդը նշեի առաջինը պետք է նշեի այն որ իրենք ուրեմն այդ կարողությունները չունեն եւ Հայաստանում ինչ որ ռազմական գործողություններ կամ բաներ անելու իմաստը ընդհանրապես չկա Ուկրաինայի դեպքում այդ իմաստը կա նաեւ այն պատճառով որ ուկրաինացիներին իրենք համարում էին ռուս եւ որ Ուկրաինայում արդեն կարգավորվում էր ամեն ինչ կոռուպցիան վերանում էր երկիր դեմոկրատական էր դառնում մարդիկ ազատ վիզայի ռեժիմ էին ստանում Եվրամիության հետ ստացվում էր որ փաստորեն Մոսկվայի այդ քարոզչական թեզը թե ռուսներին դեմոկրատիան չի սազում արևմտյան տիպի դեմոկրատիան չի սազում չի ստացվում էր որ հակասություն է առաջանում մի կողմից դենք ասում են ուկրաինացիները ռուս են մյուս կողմից էլ Ռուսաստանի բնակչություն կարող է տեսնել որ այ այս մեր եղբայրները ռուսները նորմալ երկիր են կառուցում, բա մենք ինչ ենք այս շատ վատ վիճակի մեջ, այսինքն Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի Կրեմլի զգայունության աստիճանը եւ որ Ուկրաինան ինչ որ մի բան է անում, ինչ որ բանում հաջողում է, դա շատ ծանր հետևանքներ է ունենում Կրեմլի համար։ Կրեմլը դա շատ վատ է զգում, հենց իր ռեժիմի պահպանման տեսակետից։ Հայաստանի դեպքում նման բան չկա, որովհետեւ իրենք Հայաստանին ու հայերին չեն ընկալում որպես ռուսներ։ Իրենք ընկալում են Հայաստանին ու հայերին որպես այդ Կրեմլի տեսակետից էլի որպես ռուսական այդ հին կայսրության այդ էթնիկ խմբերից ինչ որ մեկը հյուսիսային Կովկասի խմբերին նման ինչ որ մեկը իրենք այդպիսի վերաբերմունք չունեն եւ հետեւաբար ինչքան էլ որ հիմա այդպես փորձում են վախեցնել Հայաստանին ակնհայտ է որ ընդամենը բլեֆ են անում ես դրանում ոչ մի կասկած չունեմ։ Եվ վերջում պարոն Մանուկյան, ինչի մասին են լինելու այս ընտրությունները եւ կասկածից վեր է այլևս որ այնուամենայնիվ ուժերից առնվազն մի քանիսը, որոնք գալիս են սրբությունները եկեղեցին ինքնությունը փրկելու խոստումով, առնվազն ուղղորդվում են այլ երկրից եւ նաեւ այստեղ հետապնդելու են այլ երկրի շահերը, ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի շահերը։ Ձեր այդ գնահատականի հետ համաձայն եմ, իսկ հարցը թե ինչի մասին են այս ընտրությունները շատ հստակ է, այս ընտրությունները հաստատված խաղաղությունը պահպանելու մասին են, եթե այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանը խաղաղ լինի, խաղաղ ուրեմն ապրի եւ պատերազմի հավանականությունը մոտենա 0-ի, նրանք գնալու են բնականաբար ընտրեն Նիկոլ Փաշինյանին եւ մենք կտեսնենք թե քաղաքացիական պայմանագրին եւ մենք կտեսնենք թե ինչքան են կազմում հայաստանցիների այն հատվածը, որ իսկապես ուզում է խաղաղություն։ Սա այդ խաղաղության հարցը շատ ուղիղ կապված է նաեւ, թե ոչ ուղիղ, լավ, միգուցե անուղղակի կապված է նաեւ Հայաստանի եվրոպական ընտրության ուղու հետ եւ մյուս
թեման, որ այստեղ գալիս է, նաև Հայաստանի դեմոկրատական եւ հարուստ պետություն, զարգացող եւ արագ հարստացող պետություն լինելու հետ է կապված։ Այսինքն, այս բոլոր հարցերը իրար հետ են հանդես գալիս։ Եթե ուզում են, որ Հայաստանը լինի դեմոկրատական երկիր, այսինքն ընտրություններ հնարավոր լինի, իշխանություններին փոխել, մարդիկ ունենան ազատ խոսելու, ազատ արտահայտվելու հնարավորություն, մեդիան ազատ լինի, ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ լինեն, սա նշանակում է ընտրել էլի գործող իշխանությունը կամ միգուցե դեռ մի քանի այլ կառուցողական ընդդիմադիրներ կան։ Սա կապված է նաև Հայաստանի հետ դեմոկրատական ընտրության ուղին կապված է նաև Եվրամիություն եւ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու հետ, իսկ Եվրամիության հետ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելը նպաստում է Հայաստանի ուրեմն հարստացմանը եւ ամենակարևոր հարցը էլի որ գալիս ենք այստեղ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելը նաեւ Հայաստանին բերում է անվտանգություն, բարեկեցություն եւ նաեւ հենց այդ եվրոպական ու արևմտյան տեսակետից Հայաստանը եթե կոնֆլիկտի մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, Հայաստանը չի կարող լիարժեք խորացնել իր հարաբերությունները Արևմուտքի եւ Եվրամիության հետ։ Այս ամբողջ փունջը միասին է գալիս անվտանգությունը, խաղաղությունը եվրոպական եւ արևմտյան ուղին եւ ավելի հարուստ ու բարեկեցիկ ու ազատ երկիր ունենալ։ Պարոն Մանուկյան, իսկ հակառակ կողմի առաջարկը միանշանակ պատերազմն է, պարբերաբար դրա մասին խոսում է, այսինքն Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, ինչու՞ չէ արդեն նաև Արման Թաթոյան այդ ուժերի գալու դեպքում հստակ է որ պատերազմ է լինելու։ Թե դա պարզապես նախընտրում։ Այո, դա հստակ է, որովհետև այդ թեզը, որ իրենք ասում են երաշխավորված խաղաղություն եւ գնալու են բանակցությունների ժամանակ ասեն, մենք ուզում ենք, որ երաշխիքներ լինեն համ Ֆրանսիայից, համ Միացյալ Նահանգներից, համ Չինաստանից, համ Ռուսաստանից, եկեք երաշխիքներ բերենք, եկեք թող բոլորով կան թրիփի մեջ մտցնեն։ Դա նախ եւ առաջ հենց այդ երաշխավոր բառը նշանակում է, որ երբ որ ինքը գնալու է ասելու է, որպեսզի մենք Հայաստան ու Ադրբեջան, որպեսզի մենք իրար վրա չհարձակվենք, եկեք երաշխավորներ գտնենք։ Սա արդեն նշանակում է, որ ինքը չի հայկական կողմը չի վստահում ադրբեջանական կողմին, որ ադրբեջանական կողմը չհարձակվի, եւ եթե նման բան ադրբեջանական կողմը ասի, ադրբեջանական կնշանակի, որ իրենք էլ չեն վստահում, որ հայկական կողմը չի հարձակվի իր վրա, որովհետև տեսեք հիմա Հայաստանի ու Իրանի կամ Հայաստանի ու Վրաստանի միջև, որ խաղաղություն է հաստատված, ինչ որ երաշխավորներ կան, չէ, երաշխավորներ չկան, որովհետև ժամանակակից աշխարհում հնարավոր չէ երաշխավորներով խաղաղություն ապահովել։ Հենց դու ասում ես երաշխավոր, դա նշանակում է, որ դու կասկածում ես, որ այն դիմացի կողմը քո վրա կհարձակվի։ Եվ այդպիսով դու հակամարտությունը դարձնում ես հավերժ։ Շնորհակալ եմ։ Եվ նկատի ունենալով նաև որ Ռուսաստանը չի ցանկանում այս տարածաշրջանում երկարաժամկետ կայուն խաղաղություն եւ իրենք էլ այդ ուժերն էլ կապված են Ռուսաստանի հետ, իմ համար ակնհայտ է որ պատերազմ լինելու է, եթե այդ նախկին ուժերը կան իշխանության։ Թե երբ կլինի, հիմա վարչապետը ասում է սեպտեմբերին կարող է լինել։ Ես ժամկետի հետ կապված բան չեմ կարող ասել, բայց ես վստահ եմ, որ կլինի պատերազմ հաստատ։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր, կհանդիպենք։